Իսկ ամրոցից ինչ է հայտնի։ Ժամանակ Պարտավը, մեկ էլ Գանձակը, դեռ թուրքերի որ տիրել են, անդադ լցել են առաջ գալ, Գագիկ թագավորն եկել է սահմանակցել է, եւ այդտեղ այդ բերդն է հիմնադրվել։ Դրա համար կոչվել է Գագայանից, Գագիկյանից Գագայի բերդ։ Որպեսզի թուրք սելջուկները առաջ չմտնեն, Հայաստանի տարածք չմտնեն, այստեղ ամրոցներ ա կառուցում։ Մեկը եղել է հենց Գավառդին ամրոցը, մեկը եղել է Իրանից Գագամրոցը, որը ունի 20 սենյակ։ Սենյակները լեռների մեջ են։ Քարի մեջ է, լրիվ քարի մեջ տակած։ Դրանից հետո գյուղը հիմնադրվեց։ Այդտեղ ուրեմն երկար ժամանակ բնակչությունը ապրել, դրանից հետո երբ որ արդեն ամրոցը 1400 թվականներին դեկտեմբերն ավերել է, բնակչություն եղել է, բայց հետագայում այս տարածքում շատ հայկական գյուղեր մուսուլմանություն են ընդունել բռնության, սրիտակով են անցկացել, կոչվում են կլոչ մուսուլման, սրիտակով անցկացած, եւ այդտեղից արդեն ժողովուրդը սկսել են գալ կոթի։